Միայն օրվա խորհրդի հետ կապված քաղաքական հարցերի ուղղակի չեմ պատասխանում։ Բայց քաղաքական Կարծում եմ այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չի։ մի քիչ էս կոնտեքստը ու բարձրացնել Ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ մարտահայտում է այսպիսի հոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող ուղղակի այս ամենը փակել կամ մոռացության մատնել։ Այսքանը։ Ասում են սա օրացման գործընթաց է։ Մենք այդ դրոշ հայրելը քննադատեցին, բայց Ստեփանակերտում հայկական եկեղեցի քանդելու վերաբերել ոչ մի բան չասացին։ Սրա վերաբերել դուք ինչ դասեք։ Սենց խառը հարց է քաղաքականություն եւ ցեղասպանության օրվա հետ կապված։ Այո, չէ, ուղղակի այսօր սենց չի ցանկանում, բայց նույն կրկնակի ստանդարտներն են, որը այսօր ուղղակի առօրյա է դարել քաղաքականության մեջ։ Հնարավոր է մոռացության ամեն ինչը հնարավոր է Թուրքիայի պահանջով ցեղասպանության Չեմ կարծում որևէ մեկը հարցը մոռացնել։ Չեմ կարծում որևէ մեկը ի վիճակի է դա անել։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել էր պատժել Թուրքիայի դրոշ վառածներին։ Պատժի Փաշինյանը։ Թուրքիա ԱԳՆ չունի։ Ադրբեջանի հիմա Ադրբեջանը որոշել է լավություն անի Թուրքիային։ Ինքը ավելի հեշտ։ Հիմա նայեք, ես ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված քաղաքում, քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Խորհրդակցել է այդ մասին, որտեղ տարիներ շարունակ է արել ձեր նախագահության օրոք եւս։ Դուք իրոք մտածում եք, թե սենց գալիս ենք ինչ որ բան են գրում եւ այլն, իհարկե իրենց միջոցառումն է արել են շատ կազմակերպված։ Որն այլ դուք եք մասնակցել դեր որտեղ։ Այո։ Ես ուղղակի երևույթի նկատմամբ ասացի անձնական վերաբերմունքը, բայց սենց ըմբռնում եմ նաև մոտենում նման կարգի դրսևորումները։ Ձեր շանսերը ինչպես է գնահատում եւ եթե այս անգամ էլ չհաղթեք ինչ եք անել, մանդատները կդնեք։ Հիմա մենք արդեն անցանք ուրիշ թեմաների։ Դուք բազմաթիվ առիթներ եք ունենալու նման կարգի հարցեր տալ։ Մենք ես անձամբ չեմ ունենում։ Շնորհիվ ձեր գրասենյակի ղեկավարի ամեն օր հանդիպումներ եմ ունենում եւ դուք ի վիճակի եք, մենք նախորդ հայտարարում ենք դրա մասին, դուք ի վիճակի եք։ Ձերոնք ընտրողաբար են վերաբերվում լրագրողներին։ 11-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է ժխտել այս փաստը, որն է պատճառը ըստ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են թերացել, թե Թուրքիան է համարել ավելին։ Նայեք, սա նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը ժխտելու է։ Այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այս մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է հետ քաշվենք նրա համար, որ Թուրքիան դա չի։ Մի քիչ բարձր է։ Ուղղակի հետեւողական պետք է։ Հիմա որն է պատճառը, որ շարունակում է ժխտել։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտելը անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե ասենց կողնում ես մի գործընթացը, փորձում ես հետ պտտացնել, իհարկե սա պրոբլեմներ է ստեղծում նաև ճանաչում։ Փաշինյանն ասում է, պետք է այս հարցը միջազգային դերակատարների, ասում է, գործիք դարձնել։ Փաշինյանը ասում է Արարատին մի նայեք։ Այդ պետք է ուրիշ ձևի դասավորեիք այս սենց ստանդափը։ Հիմա նայում ենք, խախտում ենք։ Շարունակեք միտքերը, դուք ասում եք հնչեցրել են փոխկապ։ Ասում եմ միջազգային դերակատարների գործիք է տարիներ շարունակ սարքել, հիմա մենք չպետք է թույլ տանք, որ այդպես լինի։ Ինչ նկատի Փաշինյանը ասում է, որ ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք։ Ես ուղղակի խորհուրդ կտայի այդ հարցը ուղղել Փաշինյանին։ Այնքան բաներ ասում, որի տրամաբանությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է եւ մի քիչ լավ չեմ պատկերացնում
մարդու այսպես հիմնավորումների կամ մոտիվացիաների, շարժարիթների ամբողջ այս շղթան ոնց է աշխատում։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր ենք գործադրելու եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայրույց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Հիմա շատ է ներկայացվում, որ Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը շղթել հնարավոր չի, բայց որի մոռանալը ուղղակի եւս հնարավոր չի։ Տեսեք, եթե այսօր Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաև ճանաչման հարցն եք առաջնային։ Իրոք։ Դե էլի ասում են պահանջատիրության հարց քիչ ունենա։ Ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ Չէ, ասում են լավ ընկալել կամ վարշապետի թեզերը չեք լավ ընկալել, բայց ոչի եզրեր չկա մոտեցում։